սննդային ռիսկերը շատ բարձր են, շատ բարձր մակարդակի վրա, թերևս աշխարհում շատ քիչ երկրներ կարող են գտնել, որ նման բարձր սննդային ռիսկեր ունեցող երկրում համակարգ կա կամ այսպես ասած երկրում են ապրում։ Մեզ մոտ այդ ոլորտը ամենացավոտ ոլորտներից մեկն է ու շատ մեծ ուշադրություն ունի, պատշաճ ուշադրության կարիք ունի, որը պարտադիր պետք է հետևողականորեն մշտական վերահսկողության ենթարկի, որովհետև բույսերի հետ կապված, տեսեք, դու գործ ունես սննդի հետ, պատկերացրեք, այդ բույսը աճում է, բույսը ոչ միայն դու թունաքիմիկատների, պարտանյութերի, բանի ճիշտ օգտագործման խնդիր ունես, որովհետև եթե ճիշտ չես օգտագործում, առաջինը հողն է դեգրադացում, հետո նորմալ բերք չի տալիս։ Երկրորդը, եթե ենթադրենք հողը չդեգրադացվեց կամ հողը դեգրադացվելուն զուգահեռ այդ ապրանքատեսակի որակական հատկանիշներ են կան, այդ արգելված նյութերի թույլատրելի նորմը դու գերազանցում ես, դա մարդկային առողջության վրա լուրջ ազդեցություն է թողում, ինչը մեր հիվանդանոցների պատկերը, որ նայում ես, արդեն պարզ ցույց է տալիս, ինչքան հիվանդներ ունենք, քաղցկեղով հիվանդության դեպքերը Հայաստանում, նաև դա սննդի Մեծապես երբ սննդից են կախված։ Այո, մեծապես սննդից է կախված։